Բայց լավ կլիներ, գիտես, որ մեռած լինեիր։ Անուշ քեզ են ուզում ինչ-որ տղամարդ է։ Ինձ։ Վրեժխնդրությունը ստիպում է Հակոբին կանխել Հասմիկի ծրագիրը։ Հասմիկը ինչ-որ ծրագիր է մշակել։ Ոտդ ինքնաթիռից տնեսած, Ինտերպոլը կձերբակալի։ Եթե դու ինչ-որ մեկին կասկածում ես, ինձ դրա անունը ասա։ Այն որ ձեր տունն է աշխատում, Էրիկը։ Լավ, դες հելն եմ, նայառամ սուսապիկ։ Սպառնելիքներ սեփական մաշկը փրկելու համար։ Կարող է ասեմ, որ արփի հորինած ընկերուհին դու ես։ Ու հետույն ինքը քո համար է պահում իր սենյակում տենց տակ-տակ, հա։ Գիտես, Էրիկը մեր քոլեջի ամենաաղքատ տղեն է։ Բայց բոլորից լավ է սովորում։ Դրսում մեքենա չկա, գոնե սենց չեն ճանաչի։ Աստված ջան, ինձ օգնի, խնդրում եմ։ Սոնան կրկին ընկնում է Սոկրատի ծուղակը։ Այս խեղճախ չկա մտքով չի էլ անցնում, թե ում մայրն է Էման։ Դու չպետք է ամուսնանաս Ռուբենի հետ։ Համաձայն ես ինձ հետ ամուսնանա։ Երբ երջանկությունը քո ձեռքում է, սակայն այն պետք է բաց թողնես։ Մենք երբեք չենք ամուսնանա Ռուբեն։ Վստահ չեմ, որ Հասմիկը զղջացել է։ Հակառակ դեպքում ինքը իր քրոջը, հարազատ քրոջը, այդ խեղճ ու կրակ Անուշին իր տանը ծառա չէր պահի։ Դիտեք սիրո գերին հեռուստասերիալը երկուշաբթի ցուրփաթ ժամը 21-ին